Բարև ձեզ սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, Նժդեհյան միտքը, ասելիքը էլ ավելի կարևորող երիտասարդություն։ Այսօր սկսում ենք մեր նոր նախագիծը Նժդեհ երիտասարդի աչքերով։ Դեպի Նժդեհ եւ ազգային կանչ նախաձեռնությունների համագործակցության արդյունքում ծնվեց այս միտքը։ Եվ այսօր իմ առաջին հյուրն է լուսավոր մի տղա 195 ավագ դպրոցի սան Հովհաննես Գրիգորյանը։ Ողջույն Հովհաննես։ Բարև Արտուր ջան, շնորհակալություն հրավերի համար եւ ուրախ եմ, որ այսօր խոսել ենք այսպիսի վեհ հանձի մասին, Գարեգին Նժդեհի, ում գաղափարները մինչ այսօր արդի են։ Ես նույնպես շնորհակալ եմ Հովհաննես ջան եւ կուզենայի սկսել Գարեգին Նժդեհի խոսքերից մեկով պատանի ասա քո նպատակը, որ ես ասեմ քո երիտասարդությունը։ Այո, եթե պատանին ունի նպատակ եւ հստակ գիտի, թե ինչ է ուզում եւ իր նպատակները ազգային արժեքների կողմն են գնում, արդեն վաղվա գալիքը շատ լուսավոր է։ Խոսենք ցեղական ուխտերի մասին։ Վերհիշենք, որ 1933 թվականին Գարեգին Նժդեհը ստեղծեց ցեղական ուխտերը Բոստոնում, որպեսզի հայ երիտասարդը եւ առհասարակ հայը կարճած մնար իր արմատներից։ Մեկ-երկու բառով խնդրեմ, ներկայացրու մնացածը։ Ինչու ցեղական ուխտեր եւ այդպես շարունակ։ Ցեղական ուխտերը կայսած արդեն իրանց հիպ կդրել են դեռ 1920 թվականին Նժդեհի եւ նոր է սկսում Լեռնահայաստանի գոյապայքարը, երբ իր զինվորները օգոստոսի 25-ին Կավարդ գյուղում տվեցին Դավիթ Բեկյան ուխտերի երթումը, Այո, որով հավատարիմ պետք է ունենային հայրենիքին եւ կռվել հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար։ Այս ուխտերը կայսած հիմքը դրեցին ցեղական ուխտերի եւ ցեղականությանը։ Ցեղականությունը իր ավելի ծավալվեց արդեն 1930-ականներին, երբ Բոստոնում արդեն, ինչպես նշեցի, Նժդեհը սկսեց ցեղական ուխտերը եւ ցեղականությամբ ինքը փորձում էր այդ վատ հասարակությունից կտրել հայ երիտասարդությունը, որոնց մեջ մեծանում էր։ Եվ ցեղականության շնորհիվ իրականում շատ երիտասարդությունը կասած փրկվեց այդ ձուլումից, այո, ամենակուլ բարքերից ամերիկյան։ ամենակուլ բարքերից ամերիկյան եւ շատ մեծ նշանակություն ունեցավ ցեղականությունը հայ երիտասարդության ու հայ ազգի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ եւ ցեղականությունը դա բառացիորեն ասում է ցեղ եւ կրոն Ահա, եւ ցեղականությունն քարոզում է որ ամենից ի վեր դասիր քո ցեղը այն պաշտիր որ ամենից վեր քո ցեղն է սա իր ասած բացատրությունն է քանի որ դու պետք է քանի որ առանց ցեղ չկա հայրենիք գոյություն չի կարող ունել Հայաստան ցեղահաղորդ ուժեր այո եւ անհնար ապրել առանց ցեղահաղորդության բայց փորձում են այսօր ապրել առանց ցեղահաղորդության։ Ցավոք սրտի հա կարում են ու այդ դժվարությամբ ցավոք սրտի Չէ, ինչու, մարսիկ եվրոպական արժեքների կողմն են գնում։ դե հենց այնա ցեղականության քարոզումը մնալ ազգային արժեքներին, այլ ոչ թե ապրել ուրիշ երկրների, ասած եվրոպական արժեքներ, այս դեպքում ուրիշները մնալ մեր սեփական արժեքներին հավատարիմ։ Շատ լավ, շատ բարի։ Արի մի փոքր ներկայացնենք մարդկանց ցեղական ուխտերի հետ կապված, թե ինչպես էին առհասարակ անցկացնում այդ հանդիպումները։ Կազմակերպությանն անդամակցում էին ցեղականության դավանանք հավատամք ընդունող երկսեռ հայորդիներ, կազմակերպության միավորը ուխտներ, որն ուներ առնվազն 7 անդամ։ Ցեղական ուխտերի ղեկավար մարմինը կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր падգամավորական ժողովի կողմից, վերջինս գումարվում էր տարին 1 անգամ։ Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր ՀՅԴ-ի որևէ անդամ մեկ ձայնի իրավունքով։ Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, հայոց պատմության նյութերի վրա ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսներ, ինչպես նաև մարզանք, զբոսանք եւ այլն։ Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր, ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն, ուխտակիցների միջև գործում էր բոլորը մեկի, մեկը բոլորի համար սկզբունքը։ Ուխտերի նշանաբանն էր Հայաստանը հայերին։ Պատկերացնում ես, եթե այսօր չեմ ասում ցեղական ուխտեր ստեղծվեն, բայց դրա նման ինչ-որ մի ուժ լիներ եւ այդ հայոց պատմության դասընթացները իսկապես կազմակերպեին ճիշտ ձևով, նույն ազգային արժեքների սնուցումը, մենք կարողանայինք վերականգնել մեր ինքնության այդ հիմագիծը, հա։ Այո, այն որ ցեղականությունը կասած մեր ինքնությունն է։ Այո, ուզում, քանի որ առանց ցեղականության մարդը հայը որպես հայրն ասել կասած դատարկ է, որտեղ նժդեականությունը, նույն ցեղականությունը քարոզում է դավանել քո ազգը, քո ցեղը դավանել։
որպես գերագույն արժեք։ Իսկ որպես օրինակ նույնը որ նույն հայերեն խոսես, մնաս հավատարիմ քո արժեքներին, որով պետք է առաջնորդվես, ասած քո կյանքի հաջորդող տարիները, որը շատ մեծ նշանակություններ հայ ժամանակ հայ երիտասարդության, քանի որ ձուլման եզրին է, բայց նույնը հիմա էլ արդի աշխարհում շատ կարևոր դեր կունենա ցեղասպանությունը ու շատ ճիշտ կներ, շատ ճիշտ քայլ կներ ստեղծել ցեղական ուխտերի պես կազմակերպություն ժամանակակից Ես էլ եմ կարծում այդպես, որպեսզի ժողովրդին, շատ երիտասարդությունը միավորեն հայնասիրության լավ, գաղափարը։ մի այսպեսի հարց տամ քեզ, բայց ասում են այդ ուխտերը ազգայնական են շատ ծայրահեղ բան ունի իր մեջ։ Ինչ կասես այդ թեմայի վրա։ Ու շատ են այդ ժամանակ այդ քարոզը տարում, որտեվ նույն Եվրոպայում շատ էր տարում հակահայկական քարոզությունը։ Այո, միանշանակ։ Հակահայկական քարոզությունը 1915 թվականի ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը հասկանալով, որ դեռ այդ հետքերը կան եւ պանդուխտները ապրում են ցրված աշխարհի տարբեր երկրներում, նրանց պետք է պահել լեզուն, պահել մշակույթը, պահել հայրենասիրական ոգին, այո։ Եվ դրա համար ցեղական ուխտերը այն ամենակարևոր փրկողակն էր, որ գտավ Նժդեհը։ Այո, քանի որ երիտասարդությունն է, նույն մեր գաղթականները ծրված են աշխարհով մեկ, որոնց չէին ընդունում աշխարհը չէր ընդունում, համարում էին ասած երկրորդ կարգի մարդ եւ գնալով ձուլվում էր հայոց ազգը այլ ազգերի հետ եւ ցեղասպանությունը ասած փրկություն հանդիսացավ կողմին։ Եվ Հովանես ջան, արի մի փոքր անդրադառնանք ցեղական ուխտերի կետերին, 4 կետի անդրադառնանք, որովհետև ամբողջը մի քիչ երկար է։ Ես ցեղակրոն եմ եւ ահա երթում եմ Վահագնի աչի վրա, երբեք չեմ եղանչել ուխտից դեմ, որ է ապրել, գործել եւ մեռնել որպես ցեղակրոն։ Դե Վահագնը դա մեր էթանոսական աստվածներից է, իսկ այս գաղափարը ապրել, գործել, մեռնել որպես ցեղակրոն կարող ենք կապել ցեղահաղորդ ուժերի հետ։ Այո, այս ապրել գործել եւ մեռնել որպես ցեղակրոն, այսինքն ասած հավատարիմ մինչեւ կյանքի վերջ հավատարիմ մնալ քո ցեղին եւ որպես երթում Վահագնի աչի վրա, ով մեր հեթանոսության մեջ հայտնի որպես պատերազմի ռազմի աստված։ Շատ բարի եւ գիտես ինչ հիշեցի ակամայից Հովանես Թումանյան։ Գործն անման լավ իմացեք, որ խոսում է դարեդար։ Ու երբ որ կարդում ես ցեղակրոն ուխտերի ստեղծման նախապատմությունը, հասկանում ես, որ նույն Գարեգին Նժդեհը ինքը ոգեշնչվել է Ռաֆու, Ղևոն Դալիշանի եւ մնացածի գրածներից, այո։ Եվ նա էլ ստեղծել է ցեղակրոն ուխտերը, այսինքն ամբողջը ավելի հավաքագրել է։ Այո, այս ուխտերի մեջ ամեն մեկից մի փոքր վերցրել է, միացրել է միտեղ։ Շատ լավ, ասենք առաջ։ Ինքնատականության եւ ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է ցեղից։ Ակամայից հիշում եմ Ռաֆու Սամվելը, իրականում շատ են նման Ռաֆու Սամվելի այս խոսքերը, քանի որ Ռաֆին Սամվելին նկարվում է որպես իր ազգի զավակ, ոչ թե իր ծնողների։ Ցեղի այս դեպքում, ցեղի զավակ։ Այս դեպքում ցեղի զավակն է, այլ ոչ թե իր ծնողներին, ովքեր իրեն լույս աշխարհը բերեն։ Ինչպես Սամվելում Ռաֆու Սամվելում Սամվելը սպանում է իր ծնողներին, բայց հավատարիմ է մնում իր գաղափարներին ու հայրենիքին։ Նույն այստեղ կարելի ասած հավատարիմ մնալ ցեղին։ Շատ բարի, ու երբ որ կարդում եմ ազատության ամենաբարձր արարքը հնազանդվելն է ցեղից, մի բան եմ հասկանում, որ այսօր մեր իրականությունում այս ազատության ամենաբարձր արարքը համարում են ամենաթողությունը, որի պատճառով խեղաթյուրվում է շատ արժեքներ։ Իսկ Գարեգին Նժդեհի ամենաբարձր արարքը ցեղին հնազանդվելն է։ Այսինքն լինել ցեղի արժանի զավակը։ Հաջորդը, ես ցեղակրոն եմ, այդ ասել է, ես ճանաչում եմ իմ ցեղը։ Ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը։ Ես ցեղաճանաչ եմ եւ ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից։ Թե հայոց նորագույն հեղափոխությունը վերջին խոսքը եւ գործը չէ իմ ցեղի էության։ Ես գիտեմ, թե ինչ բանի ատակ է իմ ցեղը, ընդունակ։ Ես ցեղահավատ եմ եւ ահա ես պաշտում եմ մի այլ աստվածություն, ցեղիս արյունը, որի անարատության մեջ է մեր ժողովրդի ողջ ապագան։ Ցեղակրոն եմ հասկանում ենք արդեն, ճանաչում եմ իմ ցեղը, այսինքն մենք պետք է ճանաչենք մեր պատմությունը, մեր հզոր հայրենիքներին, չէ որ մի հոդված ուներ Նժդեհը, պաշտամունքը մեծ մեռելների, այո, որոնք մեր ոգեղեն ուժերը փոխանցող աղբյուրն են հանդիսանում։ Պաշտում եմ իմ ցեղը հասկանալի է, մի քիչ պաշտել բառը գուցե խորթ է թվում շատերին, որտեղ ասում են Աստծուն են պաշտում, ոչ թե ցեղին եւ մնացած գաղափարները, բայց սա նկատի ունի, որ տեր է կանգնում իր արժեքներին։
Ես ցեղաճանաչ եմ եւ ահա գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել են նրանից։ Այսինքն մենք միշտ պիտի հիշենք, թե ինչ ենք արել աշխարհի համար, չէ՞ որ քաղաքակրթություն թելադրող ազգ ենք եղել։ ազգ ենք եղել ի վերջո։ Թե ինչպիսին ենք այսօր դարձել, դա հարցի մյուս կողմն է, բայց ինչ ենք եղել։ Ես գիտեմ ինչ բանի ընդունակ է իմ ցեղը։ Այսինքն երիտասարդությունը այսօր պետք է հասկանա, թե ինչի է ընդունակ եղել իր ցեղը եւ ինչի է ընդունակ այսօր։ Այո, քանի որ շատ բաներ հիմա հայ ազգը կասած ծանոթ չի իր ունակությունների հետ, իր հնարավորությունների հետ ու կասած քնած է դեռ ծանոթ չէ իր հնարավորություններին, չի ուզում այդքան էլ լավ չգիտի։ Իսկ ցեղակրթությունը վառ օրինակն է, որ ցեղակրթությունով մենք կարող ենք մեր պատմությունից դասեր քաղել եւ մեր հնարավորությունների մասին ավելի կիմանանք։ Տես օրինակ այստեղ գրված է, ես պաշտում եմ մի այլ աստվածություն ցեղի սարյունը, որի անարատության մեջ է մեր ժողովրդի ողջ ապագան։ Հենց մարդիկ լսում են այդ արյուն բառը, պատկերացնում են սպանություններ ու մնացած բաները, բայց սա այն է, որ այդ գաղափարի մարտիկներն են եղել, հենց ցեղահաղորդ ուժերով ապրող հայրենիները։ Սա պետք է ճիշտ անցալել, որ մարդկանց մոտ սխալ կարծիք չառաջանա։ Եվ վերջինը այսօրվա համար, էլի։ Ցեղակրոնը խորշում է այն բոլոր հոսանքներից եւ վարդապետություններից, որոնք միտված են մեր նորահաս սերունդը հերրու պահել ցեղի կազդուրիչ ստինքից, կաթից։ Նա խորշում է հայ իրականության մեջ չեռացող այն բոլոր ուժերից, որոնք թեպետև ընկերային դիրքով հակոտնյա, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած ճակատ է հարդարած մեր լուսավոր ազգայնականության եւ ազգային դատի դեմ։ Ավելի պարզ, ազգայնականության երկու ձևերից՝ ազգային անհատապաշտություն եւ եսապաշտություն։ Ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ անհատի արդար եւ արգասավոր ձգտումը, հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը եւ պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։ Մեր այդ ձգտումը լիուլի համապատասխանում է միջազգային եւ ընկերային բարոյական եւ առաջադիմության բարձր սկզբունքներին։ Հիմա անդրադառնանք այս կետին։ Ցեղակրոնը խորշում է այն բոլոր հոսանքներից եւ վարդապետություններից, որոնք միտված են մեր նորահասերունդը հերրու պահել ցեղի կազդուրի ստինքից, կաթից։ Այստեղ նշտեղ ուզում եմ նշել, որ ցեղակրոնը դեմ է եւ դեմ է բոլոր ապազգային միջոցառումներին, ապազգային ինչ-որ գործողությունների եւ փորձում է այդ ապազգայնությունը ոչնչացնել հայ երիտասարդության, հայ հասարակության մեջ։ Նա խորշում է հայ իրականության մեջ չեռացող այն բոլոր ուժերից, որոնք թեպետև ընկերային դիրքով հակոտնյա, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած ճակատ է հարդարած մեր լուսավոր ազգայնականության եւ ազգային դատի դեմ։ Այստեղ նշտեղ ուզում ասել, որ ազգայնականությամբ պետք է առաջնորդվի հայ երիտասարդությունը, քանի որ այդ հայ հասարակության մեջ որպես ընկերային դիրքով հանդիսացող շատ կազմակերպություններ, միջոցառումներ տանում են դեպի կործանում, բայց թաքցնում են այդի, դա, բայց բառացի, պարզ ու պարզապես պետք է մարդ կույրի լինի, որ չտեսնի, որ այդ ամենը տանում է դեպի ապազգայնականություն ու ոչնչացում։ Շատ ճիշտ եք ներկայացնում, իրոք ապազգային տարերը այսօր էլ մեր երկրում ունեն իրենց դերն ու նշանակությունը, ցավոք սրտի, բայց ես հավատում եմ այն ազգային ուժերին, որոնք իսկապես նժդեյան ոգով լի են, ովքեր նժդեյան գաղափարաբանության կրողն են, թեկուզ հոգու խորքում։ Ու որպես ամփոփում կցանկանայի ընթերցել Անդունդի եզերքին հոդվածից այս միտքը։ Դժբախտություն է սակայն, եւ դաստիարակիչն ինքը եւս կարիք ունի դաստիարակության, որպես հարազատ ծնունդը մեծ տխուր միջավայրի, դու էլ հայ երիտասարդություն, հոգեբանորեն դու էլ զերծ չես թվերային կողմերից։ Հասկանում եք, չէ՞, որ այսօր նույն երիտասարդը կարող է այն բարքերի ամենակուլ բարքերի, որը ժամանակին եթե կար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսօր կա արդեն մեր երկրում։ Դե պետք է դրանցից ձերբազատվի, որպեսզի կարողանա ճիշտ ճանապարհով գնալ ազնիվ արդար մղումներով, որտեղ Գարեգին Նժդեհը միշտ կարևորում էր նպատակների դեպքում նաև ազնիվ մոտեցումները։ Այո։ Այստեղ նշտեղ նշած, որ նաև երբեմն դաստիարակիչը նույնպես դաստիարակման կարիք ունի, քանի որ շատ դեպքերում հայ հասարակության մեջ ծնողները այնպիսի դաստիարակություն տարել է, որի շնորհիվ երիտասարդը երեխան մեծանում աննպատակ, իսկ նշտեղ նշել է պատանի ասա քո նպատակը, որ ես ասեմ քո երիտասարդությունը։
եւ աննպատակ մեծանալով մեր երիտասարդությունը մնում է մշուշի մեջ է մնում մեր ապագան, մեր երիտասարդությունը հեռվանում է իր ազգային արժեքներից, որը շատ ցավալի փաստ է։ Այո, հեռանում է ազգային Արժեքներից, հա, որի արտացոլումը տեսնում եք մեր իրականությունում։ Այո, մենք հիմա շատ ցավալի, բայց տեսնում ենք մեր հասարակության մեջ այդ ազգային արժեքներից հեռացումը երիտասարդության կողմից։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ կարողացանք կազմակերպել քեզ հետ միասին այս զրույցը, Ես եմ ձեզ շնորհակալ։ որովհետև դու այն վառ երիտասարդներից ես, ում միտքը գուցե լսելի լինի այլ երիտասարդների համար։ Եվ որպես վերջաբան կցանկանայի ընթերցել Անդունդի եզերքին հոդվածից մի քանի նախադասություն, ոնց որ մեր օրերը լինեն։ Որոշ տարեր հանցապարտորեն ժխտում են ազգային սրբություններ եւ բարոյական արժեքներ, ուր կա առատորեն թույն, մաղձ, գրեհկություն, կա դիմացորություն, չարադվեստ խծծանք, ուր մարդիկ դարձել են դառնախոս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեվոր մնափողության պատճառով նոր հեղինակություններ չեն ստեղծվում եւ հները չեն հարկվում, ուր մտաբարոյական ընդհանուր աղավաղության մեջ մարդիկ կարծես դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարավոր չէ գլուխ հանել որևէ ազգաշեն գործ, ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպությունները ապրում են կեղծիքի եւ մտավորկության մեջ, շրջելով Անդունդի եզերքին, եւ այդ ամենն այն ժամանակ, երբ թրքությունը տապարն է դրել մեր ցեղի գոյության ծառի արմատին։ Այսքանով, սիրելի հայրենակիցներ, ներդեհասեր երիտասարդություն, առաջին թողարկումը համարում ենք ավարտված։ Շնորհակալություն, Հովհաննես ջան, Ձեզ նույնպես։ եւս մեկ անգամ։